Բարի օր ժողովուրդ ջան։ Ուրեմն այս քանի օր ես լսում եմ լրագրողները մարդկանց ճանապարհներին հարց են տալի։ Համաձայնեք Փաշինյանի հետ, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել։ Փաստացի ժողովուրդը բոլորը ասում են այո, համաձայնենք, որ դա ճակատագրական սխալ է եղել։ Հիմա ես ասեմ, սխալը ինչու՞մն է։ Օրինակ, կա մի հայ, նույնիսկ թող լինի ընդդիմությունից, որտեղից ուզում է լինի, թող ինձ բացատրի, եթե չլիներ այդ շարժումը, այսօր Հայաստանում, այդ Ադրբեջանում ապրեին այն 500,000 հայը, որոնց դուրս է եկել։ Միջև հիմա այնտեղ ապրելուց լինեին։ Ղարաբաղը լիներ իր տեղը, ղարաբաղցիները իրանց տներում ապրեին։ Դրա վատը ինչը կլիներ։ Կարող եք ինձ ասել, ինչով կլիներ վատ Հայաստանի համար, եթե այդ թշնամությունը այն ժամանակ չստեղծվեր, ու հայերը ապրեին Ղարաբաղում, հայերը ապրեին Բաքվում, Կիրովաբադում, Դաշկեսանի, Սումգայիթի, ամեն տեղ, Ադրբեջանի ինչպես Վրաստանում են ապրում հայերը, մենք էլ Վրաստանով գնում, գալիս ենք, կամ Իրանում են ապրում, Իրանով գնում, գալիս ենք, հենց այն ժամանակ էլ Ղարաբաղի շարժման պատճառով Թուրքիան էլ փակեց սահմանը, ժողովուրդ ջան, թե ես ինչ-որ բան սխալվում եմ, ինչ կլիներ, եթե չլիներ այդ շարժումը, ինչ վատ բան կլիներ Հայաստանի համար, ես 100% վստահ եմ, որ Հայաստանը այսօր կլիներ ամենածաղկուն երկիրը աշխարհում, որովհետև մեր հայ ազգին ես գիտեմ, չէ՞, աշխատող, աշխատասեր, ստեղծող, նորություն ստեղծող, մարդիկ, նույնիսկ Եվրոպայից ես գագաթնաժողովին, որ եկան, դրանք էին զարմացել, որ Հայաստանում նման տեխնոլոգիաներ ես որտեղից։ Դու հիմա ինձ բացատրեք, եթե չլիներ այդ շարժումը, ինչ վատ բան կլիներ մեր հետ։ Եթե մենք համերաշխ ապրեինք ադրբեջանցիների հետ և մնացածների բոլորի հետ, ինչ լավ բան է եղել դրանից, ինձ ասեք, Ղարաբաղյան շարժումը ինչ լավ բան է արել հայ ազգի համար, մի հատ ասեք, այս լավ բան է արել է, խնդրում եմ ասեք, հարգելի լրագրողներ, ձեզ եմ հարց տալի, ինչ լավ բան է արել, այն որ ասում եք Նիկոլը եռաբլուր, Նիկոլը չի եռաբլուր բերել, Ղարաբաղի շարժումն է եռաբլուրը բերել, հասկանում եք, ուղղակի ձեզ էս շիտ տեղ եք դնում, բոլորը տել, ինչ կլիներ, եթե մենք սխալվեինք, Վրաստանի հետ էլ, ասենք, ախալքալակի, ախալցիխան էլ ասեինք, մեր պապերի Հայաստանն է, պապական Հայաստանն է, նրանց հետ էլ գալմաղալ անեինք, ինչ կլիներ մեզ հետ, բայց մեզ հետ այդ բանը չարին չէ,
թույլ տվին, որ այդ մի սխալը թույլ չտվանք, որ մի հատ ճանապարհ ունենանք։ Դե բացատրեք, ասեք։ Լրագրողներ, այտենց հարցեր որ տալիս եք։ Լմի հատ այսի մասած հարցն էլ տվեք։ Ինչ կլիներ, եթե այդ թշնամությունը մենք չստեղծեինք։ Ու ինչ ենք շահել այդ թշնամությունից։ Ինչ ենք շահել, ասեք։ Մեր պետությունը, մեր ազգը, մեր ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, բոլոր ժողովուրդները ինչ որ մի բան շահել են դրանից։ Ուրեմն շատ ուշադիր հետևում եմ Քարոզ Արշավին։ Որ ճիշտն ասեմ, շատ ուշադիր հետևում եմ մեր հայրենասեր Քոչարյանին։ Ուրեմն այսօր ինչ է ասում Քոչարյանը։ Ասում է, ինչ զենք, զինատեսակ, բան, դες դեն ուզում ես առ, հա? Եթե զինվորը հայրենասեր չի, հա, ոչ մի բան չես կարող անես։ Ուրեմն ասում է, զինվորի հայրենասիրությունը սկսվում է դպրոցից, մանկապարտեզից, եսի մտենց բաներից։ Հա, Քոչարյան ջան, ճիշտ ես ասում։ Այն դպրոցներից, որ սեփականաշնորհել եք, մանկապարտեզները սեփականաշնորհել եք, չէ՞, ատեղերքից է, չէ՞ սկսում։ Իսկ հիմա, Քոչարյան, ես ասեմ ամենակարևորը, զինվորը երբ է լինում հայրենասեր։ Զինվորը հնարավոր է եւ դպրոց գնացած էլ չլինի, ոչ մի կրթություն ստացած էլ չլինի, բայց նա լինի հայրենասեր։ Զինվորը լինում է հայրենասեր այն ժամանակ, երբ որ սպայական կազմը, գեներալիտետը, երկրի ղեկավարները սիրում են այդ զինվորին, հարգում են այդ զինվորին, այդ ժամանակ է զինվորը լինում հայրենասեր։ Հասկացար Քոչարյան, որը դուք չեք արել։ Դուք զինվորին չեք սիրել։ Հայաստանի զինվորը գնացել է Ղարաբաղ, քո գեներալները տարել են խոս պահելու, իրանց համար տներ կառուցելու, բետոն անելու, այս մի բան, այն մի բան։ Այդ զինվորը դու կարծում ես, թե ձեր համար կռվելու էր, այդ զինվորը դու կարծում ես, թե հայրենասեր կլիներ, թեկուզ նա այդ զինվորները դպրոցում եւ լավ կրթություն են ստացել եւ ամեն ինչ։ Հիմա էլ ես այտենց մտածում, այսօր հետո Քոչարյանը մի բան էլ է ասում։ Ասում եմ, մենք գանք իշխանության, արագի մեջ թրիփը վերացնում ենք, ռուսական երկրորդ ռազմաբազան ենք Սյունիքում տեղադրում, հասկանում եք, այս եվրոպական բան, հնդկական զենքերը սաղ մետալալում, ռուսական նորմալ զենք ենք բերում, և ստեղծում ենք հզոր բանակ, հա այն բունկերն էլ ասում քանդում ենք, ես այսօր միտեղ կարդացի, ես գժվելու բանա, ու այսքան բանից հետո ինչ-որ մարդիկ դրա հետևից գնում են, բարև են տալի, իրանց երեխեքին թողնում են գնան մի քիչ գրկի, նու Նիկոլիս բաներ էլի սովորել, գլուխը մի քիչ շոյի, իբր ինքն էլ է երեխասեր։ Հա? Քոչարյան, հիմա հասկացար, զինվորը երբ կարա լինի հայրենասեր։ Հիմա Հայաստանում ինչքան զինվոր կա, հələ փորձի մի այդ զինվորների
մի 10 հասցե մտի դրանց ընտանիքները մտի։ Եմ ոնց որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դռները թակում է մտնում է, մի հատ հարցրեք նրանց զինվորի մասին։ Այսօրվա զինվորը այնքան հայրենասեր է, ճիշտ շատ ժամանակ նա մտածում է որ շուտ չպրծնի ինքը ծառայությունը երկար լինի նույնիսկ։ Թեկուզ զինվորի համար ծառայությունը կրճատեցին Հայաստանում, բայց զինվորը նենց խնամվում է, նենց խնամքով է ծառայում հայրենիքին, զինվորի հանդեպ այնպիսի սեր կա այսօր եւ գեներալիտետի եւ սպայական կազմի կողմից, որ այդ զինվորը իրական հայրենասեր է, այսօրվա զինվորը իրական հայրենասեր է։ Իսկ ձեր ժամանակ մեր զինվորներին ամեն ինչ արել եք, զաստավիտով անել եք տվել, մարդիկ չեն ուզել, զաստավիտով անել եք տվել, ով էլ չի արել, կամ ինվալիդ ամնացել, կամ ինչ, ամեն բան չասեմ ես, մարդիկ գիտեն ես ինչից եմ խոսում։ Էդ է եղել դպրոցը, ուրեմն այսօր ամբողջ դպրոցները հլա ինչ մակարդակի է դառնում Հայաստան, ամբողջ մանկապարտեզները ինչ մակարդակի է դառնում։ Ինչ ես ուզում, դպրոցներում սովետական ռուսական քարոզ անեն, հա որ ճիշտ լինի, հա, որ հայրենասիրությունը դրա մեջ լինի, ոչ, չերիքա։ Ինչ եղնի լինելու է հայկական, իրական հայկական, ոչ թե սովետական ու ռուսական քարոզներ։ Էդ եք ուզում։ Ձեր ուզածը Քոչարյան գիտես ինչն է, մի կերպ, մի շանհալի, մի բան անեք, ընկնեք ընդ է, որ այդ բռնագանձման օրենքը ձեր վրա չաշխատի։ Մեկը դա լրիվ վերադարձնելու եք երկրին, այս սենց փաստաթղթերը ծալած դրած անդ է, անկախ նրանից ով է լինելու երկրի ղեկավար, այդ թղթերը մի օր սեյֆից տակից այս թոզը վրեն անելու են, նորից ձեզանից պահանջեն, ով էլ ուզում է լինի։ Այդքան բան, Քոչարյան։ Հայրենասիրությունից ես խոսում։ Ինչ ես արել դու այդ զինվորների համար, որ մի հատ էլ այդ զինվորները հայրենասեր լինեին։ Ինչ եք արել։ Խաշատ ծորեն իմ եղբորս տղան գրուզ 200-ի վարորդն է եղել։ Ամեն նոր զոհված հայ էր բերում Հայաստան, ամեն նոր։ Ես նենց պատահական ինձանից բաներ չեմ ասում, աչքս իրականում ինչ տեսել է, ինչ ականջս լսել է, ես այդ բաներից եմ ասում։ Զինվորի համար։ 2 տարի է մի հատ զինվորի քթից հլը արուն չի եկել։ Մեռած եք, թաղած չեք, էդ եք։ Չգիտեք ոնց անեք, նորից հարամեք, բայց չեք կարա, չի ստացվելու։ Ես ասել եմ Փաշինյանը առաջի հենց բանում, փուլում 57% ստանալու է եւ վերջ։ Նայեք որ իմաց ասնի, դուք ձեր 100-110 կուսակցություններով ստանալու եք 20-ից 23-25% մաքսիմում, բոլորով միասին, ձեզ ավել ձայն Հայաստանում չունեք, որ սենց ամբողջ Հայաստանը գնա քանդեք, ավիրեք, բոլոր ժողովրդին հանեք, էտա ձեր բաժինը էդքան է եւ վերջ, ավել չունեք։ Էդ էլ ձեր հետ ով 20 տարի լափամանից կպած ա եղել, նրանք են ու ասենք Արցախից եկած այդ աղքատ ժողովուրդը, որ խափում եք տանում ձեզ համար օգտագործում այդ մարդկանց։ Մի քիչ, էդ էլ մի 5-10 հազար մարդ ավել չեն այդ մարդիկ։ Եղավ Քոչարյան, այդ է հայրենասիրությունը, որ սպայական կազմը, մի անգամ էլ եմ ասում, սպայական կազմը, գեներալիտետը, նախարարությունը եւ երկրի